Մասնակցային բյուջետավորման գործընթացում հաղթող ճանաչված այնթափ բնակավայրում շարունակվում են ծրագրով նախատեսված աշխատանքները։ Այս պահին բարեկարգվում է բնակավայրի մանկապարտեզի հարակից տարածքը։ Բյուջեով նախատեսված Դավիթ Համբարձումյանի ջանքերով իր մտահղացումով դրվել էր ամբողջ համայնքում քվեարկության, որի քվեարկության արդյունքում մեր գյուղը այնթափը մեր բնակիչների աշխուժ աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք հասնել այսօրվան, որպեսզի մեր մանկապարտեզի այնթափ գյուղի մանկապարտեզի հարակից այգում կատարվեն այս աշխատանքները, որը որ նախատեսված է հանգստյան գոտի եւ խաղահրապարակ երեխաների համար, մեծերի համար հանգստյան գոտի։ Բացի այդ, շինարարական աշխատանքներ են իրականացվում նաեւ այնթափի հուշահամալիրի տարածքում։ Քվեարկության արդյունքում մենք այնթափ գյուղը ճանաչվեց հաղթող, որի շնորհիվ սկսեցին կատարվել աշխատանքներ այնթափ հերոսամարտի հուշահամալիրի տարածքում նոր այգի կառուցելու իր հանգստյան գոտիով, խաղահրապարակով, որտեղ կտեղադրվեն նստարաններ, խաղասարքեր եւ կլուսավորվի տարածքը ու ավելի գեղեցիկ սիրուն կներկայացնենք մեր գյուղի բնակիչներին։ Այնթափում արդեն մեկնարկել եւ ընթանում են փողոցների ասֆալտապատման աշխատանքները, որոնք իրականացվում են սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Ներկապային այնթափի 15-րդ փողոցն է, որը որ արդեն հողային աշխատանքները կատարվել է, հողի առաջի շերտը մաքրվել, քանդվել, տեղափոխվել է, քիչ աշխատանքները մնացել ավարտին հասցնելու, որից հետո արդեն կանցնեն հիմնական ասֆալտապատման աշխատանքներին։ Ծրագրի համաձայն կասֆալտապատվեն 15-րդ եւ 16-րդ փողոցները, 18-րդ փողոցի առաջին նրբանցքը, 14-րդ փողոցի առաջին նրբանցքը, ինչպես նաեւ 17-րդ եւ 18-րդ փողոցների մի հատվածը։ Որոշ բաներ, որ ասենք տրուբեկ կան, կիսախողովակներ կան, որոնք որ փտած անորակ են չաշխատող, դրանք փոխարինելու են նորով, որպեսզի շուտ կարողանանք հասցնենք ամբողջ գյուղը ասֆալտապատելը, դա շատ լավ կլինի։ Բնակիչներն ասում են, հերթը հասավ նաև իրենց փողոցներին, որի համար իսկապես երախտապարտ են Մասիսի համայնքապետարանին։ Փոքր թորին ասում, պապի երբ են վերջացնելու, որով սամակած շիրում, հեծանիվ քշերում։ 5 տարեկան երեխա է, պատկերացա ինչի ասպասում։ Ես որպես 15 փողոցի բնակիչ շատ ուրախ եմ, որ ասֆալտապատում են մեր փողոցը, որովհետև շատ քանդված էր, չեն կարողանում խաղալ, հեծանիվ քշել։ Կարելի ասել, որ մեծ երազանք էր, որ ասֆալտապատեին մեր փողոցը։ Ուրախ եմ, որ մեր փողոցն էլ են ասֆալտում, վերջապես հերթը հասավ մեզ էլ։ Անձրևների ժամանակ չենք ցեխոտվի, կարանք հանգիստ քայլենք էլի։ Ուզեի այնթափի բոլոր փողոցներն էլ ասֆալտապատեին եւ շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետին։ Շատ դժվար է հիմա քայլերը, բայց գիտենք, որ վերջում արդյունքը լավն է լինելու, կարող են լավ քայլել։ Այսպիսի աշխատանքները լինելու են շարունակական եւ միտված են համայնքի ենթակառուցվածքները բարելավելուն, որպեսզի ամեն մի բնակավայր զգա իր կարևոր նշանակությունը մեր հայրենիքի համար։ Արևիկ Խաչատրյան, Աշոտ Մանուկյան, Արարատ հեռուստաընկերություն։